Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ ջան, այսօր ուզում ենք խոսենք մի բույսի մասին, որը շատ օգտակար է եւ հայտնի է բոլորին։ Այն եզան լեզուն է։ Եզան լեզուն Հայաստանում շատ հայտնի է, բազմամյա խոտաբույս է, աճում է բակերում, դաշտերի եզրերին։ Եզան լեզուն հայտնի է իր օգտակար հատկություններով, օգնում է վերքերի արագ լավացմանը, նվազեցնում բորբոքումը, օգտագործում են հազի եւ մրսածության ժամանակ, օգնում է ստամոքսի խնդիրների ժամանակ։ Ինչպես օգտագործենք եզան լեզուն։ Եզան լեզուն օգտագործում ենք թուրմի տեսքով, տերևները եփում եւ խմում ենք թեյի նման։ Թարմ տերևները դնում ենք վերքի վրա։ Բնությունը մեզ տալիս է դեղ հենց մեր ոտքերի տակ։ Եթե փոքրիկ վերք ունեք, պարզապես լվացեք տերևը եւ դրեք վերքի վրա, այն օգնում է արագ ապաքինմանը։ Բուժման նպատակով օգտագործում են տերևները ու սերմերը, նաև արմատները։ Այն ունի կիրառման շատ հին պատմություն։ Այն օգտագործվել է բրոնխիտի, կապույտ հազի, ստամոքսային տրակտի եւ մի շարք հիվանդությունների ժամանակ։ Օգտագործվել է դիզենտերիայի ժամանակ, վերքերի, ուռուցքների, աշքերի, լյարդի, երիկամների հիվանդության ժամանակ։ Արմատները հարուստ լինելով լորձով, այն թաղանթապատում է աղիքներին, բորբոքման մակերեսը եւ մի կողմից ներծծում է որպես հակաբորբոքիչ։ Սերմերը թունավոր չեն, սակայն մեծ դոզայով ընդունելը կարող է լուծ առաջացնել։ Շնորհակալություն իմ ալիքին հետևելու համար, բաժանորդագրվեք եւ լայք դրեք։ Առողջ եղեք։ Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ ջան, այսօր ուզում ենք խոսենք մի բույսի մասին,